Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել, այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշով։ Նա կալանավորվել է, նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ Զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր դեկտեմբերի 12-ին։ Մենք քննարկեցինք վիզայի ազատականացման գործընթացը։ Առաջընթացն այս գործընթացում շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, նաև Հայաստանը Եվրոպական միությանը մոտեցնելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում։ Ըստ նախարարի քննարկվել են բոլոր խոշոր ձեռքբերումները Հայաստան-ԵՄ գործընկերությունում տնտեսությունից ավելի ուժեղ դիմակայունություն, անվտանգությանը վերաբերող հարցերից, այդ թվում հիբրիդային սպառնալիքներից մինչև Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցություն։ Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նախորդ օրերին գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում եւ Նոր-Նորքում։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը։ Ուշագրավ է, որ եթե դեկտեմբերի 13-ին Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է 1.7 անգամ, ապա հաջորդ օրը թիվը հասել է 4.9։ Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով։ Ներքին գործերի նախարարությունը նոր կարգավորումներ է առաջարկում սահմանել։ Նախագծի հիմնավորման մեջ սակայն չի նշվում, թե տեխնիկական ինչ միջոց է օգտագործվելու արյան մեջ թմրանյութի առկայությունը պարզելու համար։ Ստուգման արդյունքների դրական լինելու դեպքում վարչական պատասխանատվություն կնշանակվի։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար գործող 12%-ի փոխարեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, նշելով արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով գործող 6,000-ի փոխարեն։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր են խլել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր ձևերով եւ դրսեւորումներով, ասվում է Ագնեի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ Երեք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է հրեական Խանուկայի տոնի մեկնարկին նվիրված միջոցառման առնվազն 16 մասնակից, 38-ը վիրավորվել։ Գերմանիայում ավարտվել է Ուկրաինայի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագրի վերաբերյալ։ Այն տևել է մոտ 1.5 ժամ։ Բանակցությունների վերաբերյալ տեղեկացված պաշտոնյան երկուշաբթի օրն ավելի վաղ AFP-ին ասել է, որ ամերիկացի բանակցողները դեռևս ցանկանում են, որ Ուկրաինան զիջի արևելյան Դոնբասի վերահսկողությունը որպես Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների պայման, ինչը Կիևի համար կարմիր գիծ է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարածք է ուզում, ասել է պաշտոնյան, հավելելով, որ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա այդ շրջաններից, եւ որ Կիևը չի համաձայնվում այս պահանջին։